Բարեկամներ, ողջունում եմ ձեզ, սկսում ենք իմ հեղինակային հաղորդման հերթական դրվագը, այն կոչվում է Status Quo։ Մենք այսօր հյուրընկալել ենք Շվեյցարիայի հանրային կառավարման ինստիտուտի գիտաշխատող, քաղաքական հոգեբան Վահագն Գասպարյանի։ Վահագն, ողջունում եմ ձեզ մեր տաղավարում։ Ողջույն Գևորգ ջան։ Շնորհակալություն, որ ժամանակ եղավ եւ եկել եք մեր տաղավար։ Ես եմ շնորհակալ հրավիրելու համար։ Մենք այսօր խոսենք մի քանի կարևոր հարցերից, որոնք ըստ իս միշտ չի որ ճիշտ ձևով են մեկնաբանվում, այսինքն շատ հաճախ տանում են գծային, այսպես դաշտ, լավի վատի, չգիտեմ, բարի չարի, ինչ-որ տես դաշտ են տանում, բայց իրականում մենք գործ ունենք կոնցեպտների հետ, պատերազմը եւ խաղաղությունը։ Դրան ավելացել է նաեւ կրոն թե աշխարհիկ կամ պետություն եւ եկեղեցի հարաբերություններ։ Ես կուզեի որ ձեր օգնությամբ մի փոքր հասկանանք այս եզրերը, ինչի հետ գործ ունենք, մենք տեսանք, որ իշխանությունը բավականին կոշտ եւ շատ, ես կասել, լրջագույն ոտնձգություններ ունի եկեղեցու նկատմամբ, որը փաթեթավորում են իբր թե բարենորոգման, իբր թե, այսպես ասած, դրական լույսի ներքո, բայց իրական մենք հասկանում ենք, որ ինքը պառակտման լրջագույն ուրեմն գործընթաց է։ Դուք ինչպես եք տեսնում, սա ինչ գործընթացն է, որից հետո խոսենք նաև խաղաղության եւ պատերազմի մասին։ Ես կուզեի, որ ձեր մատնանշած երկու հարթությունները մենք փորձենք համադրել եւ դնենք եկեղեցու հետ կոնֆլիկտը եւ այն կոնֆլիկտը, որը խորացվում է հասարակության մեջ, խաղաղություն, պատերազմ համատեքստում։ Եվ ինչպիսի հետաքրքիր պատկեր կստանանք, կտեսնենք, որ այդ ինչպես է ստացվում, երբ երկրի ներսում կա պառակտում, կա թշնամիներ, կան բարիկադներ, իսկ դրսում փորձում ես խաղաղություն հաստատել։ Միթե խաղաղության համար երկրի ներսում ազգային համերաշխություն պետք չէ։ Եթե դու ինքդ հաշտ չես, ինքդ քո հասարակության մեջ հաշտ չես, ունես բազմաթիվ բարիկադներ եւ ոչ միայն ունես բազմաթիվ բարիկադներ, այլ նաեւ խորացնում ես այդ բազմաթիվ բարիկադները, միթե սա չէ ճիշտ վկայությունը այն բանի, որ մենք գործ ունենք արհեստական խաղաղության օրակարգի հետ, որը փաթեթավորում եւ շղարշում է, քողարկում է իրական փաստերն ու հանգամանքները։ Իսկ որոնք են իրական փաստերն ու հանգամանքները։ Ինչից կարող ենք մենք հասկանալ, որ մենք գործ ունենք խաղաղության եւ ոչ թե ասենք, ինչպես ես մի անգամ ձեզ մոտ ասել եմ, շարունակական կապիտուլյացիայի, իսկ այժմ արդեն տեսանելիորեն ավելի հստակ գաղութացման հետ։ Եվ գաղութացումը այստեղ պատահական բառ եւ գիտական տերմին չի, գաղութացումը իրողություն է, որովհետեւ ինչպես մենք Ադրբեջանի կողմից Թերևս Ադրբեջանի կողմից շատ հաճախ նաև մեջբերվում է Թուրքիան, գուցե տանդեմային կարող ենք նկարագրել, այստեղ իհարկե ճշգրտումների կարիք կա, բայց շատ ուշագրավ մի բան կա, գաղութացումը միշտ ենթադրում է հոգևոր գաղութացվող երկրի հոգևոր կյանքի վրա էական ազդեցություն եւ հոգևոր ինստիտուտների փոփոխություն։ Եւ ահա այս համատեքստում է, որ եկեղեցի պետություն այս կոնֆլիկտը ստանում է նոր լույս։ Փաստորեն սա կարող է դիտվել, իհարկե վերջնական չենք կարող պնդել, բայց վարկածներից մեկը այն է, որ եթե մենք գործ ունենք կեղծ խաղաղության հետ, ապա սա արտաքին աշխարհից թելադրվող ոչ թե հրահանգ, այլ այսպես մեսիջների տեսքով հաղորդագրություններ են։ Եվ վարչապետն էլ այդ մասին բավականին պետք է ասեմ անկեղծ խոսում է, երբ ասում է, որ հայ առաքելական եկեղեցու վեհափառներին ժամանակներ եւ դարեր շարունակ ընտրել են այլ պետության առաջնորդներ, իհարկե ինքը դա սուտ է։ Սա մասամբ սուտ է, մասամբ ճիշտ է, մենք անկասկած չենք կարող բացառել այլ պատմական խրթին ժամանակներում տարբեր իշխանած իշխանների Էջմիածինը երբեք չի եղել, ոչ մի, այսինքն Էջմիածինը չի եղել Օսմանյան կայսրության տիրապետության տակ, որպեսզի ինչպես ինքն է պնդում, օսմանցիները ընտրեին կաթողիկոսին, կարող են ազդեցություն ունենալ եկեղեցու վրա, բնականաբար, որովհետև իրենց տիրապետության տակ է, ինչպես խորհրդային տարիներին Մոսկվայի տիրապետության տակ էր եկեղեցին եւ ոչ միայն եկեղեցին, այլ մնացած բոլոր հոգեվոր կառույցները, բայց որ ընտրել են կաթողիկոսին օսմանյան սուլթաններ, օրինակ, դա նման բան ես համենայն դեպս չգիտեմ։
Խոսքը միայն Օսմանյան սուլթանների մասին չէ, խոսքը նրա մասին է, որ այն ժամանակահատվածներում, երբ Հայաստանը անկախ պետություն չի եղել, բնականաբար եւ դա տրամաբանական է, քաղաքականորեն էլ, քաղաքագիտորեն էլ հասկանալի է, որ ցանկացած իշխանություն կփորձեր ազդել իր այդ ժամանակվա երկրի տարածքում եղած կարևոր հանրային եւ ազգային միավորի ամենակարևոր ինստիտուտի ղեկավարի ընտրության վրա։ Դա տրամաբանական է։ Այլ հարցը մենք հիմա չենք կարծում եմ չարժի մտնել պատմական խութերը ճշտել, թե որ վեհապարը ինչ ազդեցություն, ինչ աջակցություն։ Ազգային կաթողիկոսին չեն ընտրել ռուսները դրել, ենթադրենք Մոսկվայից ասեն դու պետք է լինես։ Չունենք նման փաստ։ Չի բացառում, բայց չունենք նման փաստ, համենայնպես որևէ մի պնդում կամ փաստաթուղթ կամ որևէ բան մենք չունենք նման տիպի, ենթադրենք կամ որ օրինակ, չգիտեմ, Խրիմյան հայրիկին օրինակ դրել են օսմանցիները։ Բան չունենք նման բան։ Չի բացառվում, ես չեմ բացառում, այսինքն տրամաբանությունը կա, դու տիրապետության, բայց չունենք մենք նման փաստեր, որ հիմա պնդենք, որ օտարներն են ընտրել ազդեցություն ունեցել են, բայց ընտրեն կաթողիկոսին ինչու։ Ես կարծում եմ, որ այստեղ խոսքը քաղաքական տրամաբանության մասին է եւ բնականաբար մենք գիտենք, որ նույն սովետական միության ժամանակահատվածում նաեւ կաթողիկոսը խեղդամահարվել։ Այսինքն տեսնում ենք, որ երբ կան հակասություններ, այդ օրվա օտար իշխանությունները ունեն բազմաթիվ լծակներ ամենափափուկից մինչև ամենաբիրտ խեղդամահ անելը, որպեսզի թելադրեն ներեկեղեցական օրակարգեր։ Այս տեսանկյունից այնինչ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թերևս ճշմարտանման է, բայց այստեղ խնդիրը այլ տեղում է։ Ինչու է նա հիմա ասում մեզ այդ մասին։ Եվ այդ ասելով մեզ ինչ է ուզում հրամցնել։ Ուզում է հրամցնել, որ ինքը պետք է որոշի, թե ով պետք է լինի ապագա վեհապարը, ինչը ակնհայտորեն հակասահմանադրական է, թե ուզում է մեզ հուշել, որ նորմալ է, որ Թուրքիան կամ Ադրբեջանը կամ մեկ այլ երրորդ երկիր կարող են ցանկանալ ազդեցություններ ունենալ հայոց վեհապարի ընտրության եւ հայ առաքելական եկեղեցու ազգային եկեղեցական հարցերում։ Սա է, որ կարծում եմ, որ այս մեսիջը բավականին թափանցիկ կերպով ինքը ներկայացրեց։ Իհարկե, եթե բնական է, որ ուղիղ հարցնես կհրաժարվի, բայց կարծում եմ, որ շատ թափանցիկ էր եւ սա է, որ սրա մասին է, որ մեր հանրային էքսպերտային ինտելեկտուալ դաշտը պետք է քննի եւ հասկանա։ Եվ կարծում եմ, որ ամեն դեպքում հայ ժողովուրդը հասկանում է, թեպետ եկեղեցու շուրջ կուտակված բազմաթիվ կնճռոտ ցավոք սրտի խնդիրներին, այնուամենայնիվ եւ այստեղ կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը նաեւ մասամբ սխալվեց, նա չէր սպասում, որ վեհապարը այսպիսի աջակցություն կստանա հասարակ մարդկանց կողմից, ովքեր նույնիսկ տարիներ շարունակ քննադատել են եկեղեցական բարձր իշխանություններին, տեսնում ենք, որ այսօր կա որոշակի գիտակցում, որ սրա մեխը ոչ թե բարենորոգումներն են, որոնք որ իսկապես անհրաժեշտ են, այլ որոշակի քաղաքական մանևրները եւ քաղաքական փոփոխությունները նախընտրական տրամաբանության մեջ։ Կարծում եմ, որ միամտություն կլինի դա դուրս դնել նախընտրական տրամաբանությունից։ Դա իհարկե միայն չի պայմանավորվում նախընտրական տրամաբանությամբ, կարծում եմ սա շատ ավելի խորքային եւ լուրջ իրողություն է, բավականին լուրջ իրողություն է, նախընտրականով միայն չի պայմանավորվում, բայց անկասկած նախընտրական քարոզչության մեջ Նիկոլ Փաշինյանը այն ուղղակի չի կարող չօգտագործել։ 21 թվականին նույն եկեղեցին նույն կաթողիկոսներ որևէ բան չեղավ 21 թվականի ընտրության ժամանակ, հիմա քանի որ նրանք արդեն փրփուրներից են կախվում գլոբալ առումով, իհարկե այստեղ էլի բանավեճ կա, թե Փաշինյանը ոմանք պնդում է, որ ինքը վերընտրվելու խնդիր չունի կամ վերընտրվելու է, միգուցե դժվարությամբ, բայց միևնույն է վերընտրվելու է, ոմանք ընդհանրապես դեմ են այդ վարկածին, կարելի է տարբեր տեսանկյուններից նայել, բայց երևում է, որ ինքը սկսել է վերջին թիրախներն են մնացել, այսպես ասած, այն որ դեռևս իշխանությունը չէր մտել այդ դաշտ կոպիտ ասած, հիմա դա էլ են փորձում օգտագործել, որովհետև այլևս ռեսուրս մոբիլիզացիայի համար, այսինքն թշնամիներ գտնելու էլ տարբերակ չկա, բոլորին դարձեցին թշնամի, հիմա մնացել է եկեղեցին դարձան թշնամին, հետո եւ ազգային սիմվոլները կլինեն թշնամիներ, մեր պատմությունն է մեր թշնամին, մեր մտածողությունը կլինի, մեր ավանդույթներն են մեր թշնամին, մեր մշակույթը կլինի մեր թշնամին, դա մի շարք է,
Համաձայն եք։ Այո, ես մեկ բառով կասեմ այնինչ բոլորը թվեցիք, մեր հիշողությունն է նրանց ճշտամին եւ եկեղեցին պատմականորեն համենայն դեպս քրիստոնեության ընդունումից հետո մեր հիշողության ստեղծողն է եւ խորհրդանշողն է։ Եվ գրողն է, եւ տանողն է, եւ գենետիկական այդ կոդը պահպանողն է։ Սա է ցավալի, որովհետեւ շատ կարևոր բան նշեցիք, նույնիսկ նրանք ովքեր իրենց չեն համարել ենթադրենք եկեղեցու հետևորդներ, այսինքն չեն մասնակցել կամ առանձնապես ակտիվ չեն եղել, իրենք ենթագիտակցորեն հասկանում են, որ այս արշավը իրենց դեմ է նաև։ Այո, ես աթեիստ ընկերներ ունեմ, որոնք որ այսօր եկեղեցու այս արշավին դեմ են եւ հստակ արտահայտում են իրենց դիրքորոշումը պաշտպանելով։ Ես նաեւ ընկերներ ունեմ, որոնք որ խիստ քննադատել են վեհապար հայրապետին եւ եկեղեցական բարձր իշխանությանը, ես ինքս բազմաթիվ անգամներ քննադատել եմ, բայց զգում ենք, որ խնդիրը այստեղ բարենորոգումները չեն։ Եթե բարենորոգումները լինեին, բիրտ հարվածներ չէր հասցվի եկեղեցուն։ Չէ որ այս փոխնիփոխ ընդ որում սա չեմ կարող չնկատել, շատ ցավալի է, որ նաև մայրաթորի կողմնակիցների կողմից եկեղեցուն արատավորող տեղեկությունների դուրս սպրտումը եւս վատ ավանդույթ է, որովհետեւ այս երկուստեք հարվածների մեջ ընկնում է այն արժեքը, որը որ մենք պարտավոր ենք պահպանել։ Իհարկե, կան սրբազաններ, որոնց մասին բավականին հայտնի են տեղեկություններ, նրանք հանրային ֆիգուրներ են, 1-2 հոգի բոլորս գիտենք, հանրությունը ամբողջությամբ գիտի, բայց մնացածի մասին հանրությունը անտեղյակ է եւ երկուստեք շանտաժային կոմպրոմատային լեզվով խոսելը ոչ սազական է պետությանը, բայց ցավոք սրտի նաեւ որոշ եկեղեցու կողմնակիցներն են այդ լեզուն ընդունում, այդ պիսով ջուր լցնելով իշխանությունների ջրաղացին, որովհետև իշխանությունները միշտ կարող են ասել այդ տեսակ, որ ասում էինք։ Ես վերջի շրջանում այնպիսի զազրելի տեղեկությունների եմ հանդիպել, որոնք որ տարածվում են հենց եկեղեցու կողմնակիցների կողմից։ Եվ սա շատ ցավալի է, այստեղ էլ վերիմաստավորման խնդիր կա։ Վակ, ինչ է կարծում որպես քաղաքական հոգեբան, եթե իհարկե այսպես հետազոտություն չկա, բայց սա խոսում է իշխանության թույլ դիրքերի մասին, թե ուժեղ դիրքերի մասին, ինքը հարձակվել է, ակնհայտորեն սա հարձակում է եկեղեցու դեմ ինստիտուտ է, որը եւս պետական ինստիտուտ է, պետության մաս է, հա։ Այս արշավը խոսում է նրա մասին, որ ինքը այլևս վերջին կետն է, որից հետո իր մոտ այլևս իջնելու է։ Եվ միակ տարբերակն է, որ հիմա եթե արեց, ապա կանի, եթե ոչ, այլևս երբեք ինքը չի կարողանա ունենալ այդ աջակցությունը, ինչքան էլ որ այդ աջակցությունը քիչ է, բայց ինչ որ մի աջակցություն կա, թե հակառակը իր մոտ այդ կորը բարձրանում է եւ ընտրություններով այդպես ավարտվելու է։ Տեսեք, շատ բարդ հարց է ճիշտ պատասխանելու տեսանկյունից դժվար է ճիշտ պատասխան գտնել, որովհետև մենք պետք է հասկանանք բուն նպատակները որոնք են։ Եթե բուն նպատակները գաղութացման այս նոր, այսինքն նոր, որը որ փաթեթավորվում եւ ժողովրդին ներկայացում է խաղաղության օրակարգի տեսքով, ապա այս դեպքում լինելու է շարունակական եւ հետեւողական եւ Նիկոլ Փաշինյանի ընտրություններում հաղթելու դեպքում լինելու է բացառապես հիմնավոր եւ ինչպես դուք ասացիք, այդ կորը գնալու է դեպի աճի, որովհետեւ եթե ընտրություններում հաղթեց, ստանալու է նոր լեգիտիմություն եւ նոր լեգիտիմությամբ ավելի հուժկու հարվածները հասցնելու եւ եթե մինչեւ ընտրություններ գուցե Էջմիածինը կարողանա դիմակայել, ապա նոր ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հաղթանակից հետո կասկած չկա, որ հնարավորություն ուղղակի բարոյական եւ լեգիտիմային հնարավորություն չի ունենալու դիմակգրավել։ Մյուս կողմից չենք կարող բացառել, որ կան նաեւ անձնական պատճառներ Նիկոլ Փաշինյանի, ասենք օրինակ անձնական դրդապատճառները, անձնական որոշումները, անձնական կարծիքը, որոշակի թիմի ներսում կուտակված դժգոհությունը, իրենց քաղաքական թիմի, որ եկեղեցու տարբեր սպասավորներ, ինչպես օրինակ Բագրատ Սրբազանը շարժում է նախաձեռնել։ Գուցե ես
կարծում եմ, որ ավելի հավանական է խորքային պատճառների արկայությունը, ինչի մասին քիչ առաջ խոսեցինք, բայց մենք նաև չենք կարող միանշանակորեն բացառել, որ կան անձնական, ավելի քաղաքական, ներհայաստանյան քաղաքական իմաստով դրդապատճառներ, որ ունի իշխանությունը, եւ գուցե նաև երկուսի համատեղումն էլ կա։ Այսինքն առնվազն 3 վարկած ունենք։ Եվ եթե այս երկրորդն է, ապա սա ավելի պետք է դիտել այս նախընտրական քարոզչության համատեքստում ներքին թշնամիներ գտնելու, այս թշնամության կերպով որոշակի դիվիդենդներ շահելու եւ այլն, այս համատեքստում, բայց չի բացառվում, որ երկուսն էլ որոշակի առումով համատեղվում են։ Այնպես որ բարդ խրթին հարց է, միանշանակ պատասխանել դժվար է, բայց մենք կարող ենք բոլոր տարբերակները քննել եւ մեր ժողովրդին ներկայացնել, թող նրանք որոշեն, որն է իրենց ավելի արժանահավատ թվում։ Մի միտք ասացիք գաղութացման հետ կապված, ես կուզեի ձևակերպել եւ ձեզ այդ հարցը տալ։ Կարող ենք ասել, որ Փաշինյանի խաղաղության տարբերակը Ադրբեջանին տալիս է գաղութացման լեգիտիմություն, գաղութացնելու Հայաստանը նոր ձևով գաղութացնելու լեգիտիմություն կամ հնարավորություն։ Ես կարծում եմ Ադրբեջանը, ես ենթադրում եմ, սա ենթադրություն է, հստակ ուզում եմ նշել, ես ենթադրում եմ, որ Ադրբեջանը նպատակ ունի Հայաստանը գաղութացնելու։ Այդ նպատակը նրանք ունեցել են շատ վաղուց, այդ նպատակը եղել է միշտ իրենց օրակարգում, բայց ապագայի հարց է եղել, քանի դեռ Ղարաբաղյան Արցախյան խնդիրը լուծված չէ, դա նրանց օրակարգի երկրորդ փուլն է եղել։ Սա գիտեք, մի այսպիսի բան եմ ուզում ասել, շատերը հայաստանյան մեդիա միջավայրում, քաղաքագիտական շրջանակներում հաճախ են նշում, որ Տեր-Պետրոսյանը ճիշտ էր, պետք էր գնալ խաղաղության ժամանակին եւ այլն։ Եվ պատճառաբանում են այս մոտեցումը այսօրվա մեր զարգացումներով։ Ես կարծում եմ, որ իրականությունը շատ ավելի խրթին է, ավելի բարդ է, քան այս փորձագետները կարծում են, եւ ճիշտ հակառակն է։ Այս դեպքերի զարգացումը ցույց է տալիս, որ Ղարաբաղյան հարցը պատրվակ էր եւ իրականում Ադրբեջանը ունի ավելի խորքային նպատակներ Հայաստանի հետ։ Նրանք Հայաստանի եւ հայերի։ Ես կարծում եմ ավելի շատ Հայաստանի, որովհետեւ չի բացառվում, որ ապագա որևէ զարգացումների ընթացքում որոշակի հայեր ապրեն Ադրբեջանում։ Սա չի խնդիր, այսինքն որոշակի ադրբեջանացված հայեր, բայց նրանք հիմա պայքարում են այս Սփյուռքի հայերի դեմ, հետեւաբար խնդիրը հայկական ինքնությունն է, ոչ թե Հայաստան ֆիզիկական այդ պետությունը որպես է։ Ես կարծում եմ, որ խնդիրը գլխավորապես պետությունն է, իսկ նրանք պայքարում են նաև Սփյուռքի հայերի դեմ, որ հանկարծ չլինի այս տարածք վերադարձը։ Այսինքն նրանք չեն պայքարի Սփյուռքի հետ, եթե չվախենային, որ Սփյուռքի միջոցով ապագայում հնարավոր է լինել վերադարձ։ Նրանք շատ լավ հասկանում են, որ Սփյուռքի հնարավորությունները սահմանափակ են եւ իրենց ընդհանրապես պետք է, որ այս պահին նեյտրալիզացնեն Սփյուռքը, որ նա չխառնվի ներհայաստանյան գործերին, քանի դեռ նրանք քաղաքականապես եւ մշակութապես փորձում են կլանել Հայաստանը։ Հաստատի Ադրբեջանը փորձում է եւ նաեւ դրան աջակցում է մեր իշխանությունը Սփյուռքին հեռու պահել քաղաքականությունից, հնարավորինս նվազեցնել նրանց ազդեցությունը, ֆինանսական եւ այլն, եւ իշխանությունն էլ հաստատի համաձայն է այդ մոտեցման հետ։ Մենք տեսնում ենք, որ կոնկրետ իշխանությունը բավականին լուրջ ոտնձգություններ ունի նաեւ իբր թե դաշնակցության դեմ պայքարի խողի տակ, ինքը ըստ էության պարակտում է Սփյուռքի ներսում եղած բոլոր կառույցները, բոլոր հնարավոր տարբերակները եւ դրանով ինքը նաեւ իրեն ամրագրում է տարբեր տեսակի հարվածներից։ Մի պարզ օրինակ բերեմ, մենք գիտենք, որ արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիները չեն կարող մասնակցել ընտրություններին։ ՀՀ քաղաքացի, ֆիքսում են, դա միշտ այդպես է եղել, միշտ։ Ոչ, Ստեփան Դեմիրճյանի 2003 թվականի ընտրություններից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը ջանախիչ կատուն են վերջին տարիներին, հատկապես արևմուտքում փոխեցին համակարգը, որպեսզի հայաստանցիները, ովքեր բնակվում են արտերկրում, հայաստանցիները չկարողանան դիմադրել ուժերին, բայց չէ՞ որ հիմա հեղափոխություն է եղել, չէ՞ որ մենք ունենք ժողովրդավարական իշխանություններ, այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ Սփյուռքում բնակվող հայաստանցիները չեն կարող։ Որտեղ չի եղել հեղափոխություն եւ չունենք ժողովրդավարական իշխանություն։
Հետաքրքիր մեկնաբանություն։ Թե չէ, մենք պիտի որ ունենանք, որտեղ տրամաբանություն անկասկած չկա այդպիսի եվրոպական, ես չգիտեմ, գուցե ամբողջ Եվրամիության անդամների եւ այդ հարակից արևելյան եվրոպական գործընկերների շրջանում գտնենք լավագույն դեպքում 1-2 տարօրինակ բացառություն։ Նույնիսկ Թուրքիան է, եթե չեմ սխալվում, թույլատրում այս ընտրությունները, չնայած որ ամբողջ արևմտյան Եվրոպայում Էրդողանին բավականին դեմ թուրքական սփյուռք կա, բայց եթե չեմ սխալվում, այնտեղ էլ է թույլատրվում։ Սա ես մի հատ պետք է լրացուցիչ ընտրություն անելու, այո, բայց եվրոպական երկրներն է բոլորն էլ թույլատրում են եւ շատերը գլխավորապես թույլատրում են, Մոլդովան է թույլատրում եւ այլն, ինչու Հայաստանը չի թույլատրում։ Դուք նշեցիք պատճառը, որովհետեւ շատ լավ հասկանում եմ, որ դրսում կարող են շատ ավելի շատ հայեր լինել, որոնք կարող են ազդել։ Մոլդովան թույլ չտվեց իմիջիայլոց։ Մոլդովան թույլ չտվեց դրա համար, այսինքն նեղություն։ Մոլդովան կարողացավ իր ընտրություններում հաղթել հենց դրսի անհասկանալի այդ ձայների հաշվին, որը ներկայացրեցին որպես թե պայքար հիբրիդային պատերազմի դեմ։ Հայաստանում էլ այդպես փողմաղացների դեմ պատերազմ են անում, կոչվում հիբրիդային պատերազմ։ Ինչ զարգացումներ եք ակնկալում վաղակես մոտակա ամիսներին, որտեղ կարծում շատ թեժ է լինելու։ Գիտեք, քաղաքական նկատառում ուժերի ներքին կոնսոլիդացիաներ, ինչ որ դաշինքներ, ինչ որ տեխնացուներ նոր, որոնք կարող են ձեռնոց նետել իշխանությանը։ Եկեք ձեր հարցին փորձեմ ավելի վերևից պատասխանել, վերևից նկատի ունեմ հայացք նետելով վերևից։ Ընդհանրապես հիմա գիտական առաջադեմ շրջանակները եւ ոչ միայն քաղաքագիտության, քաղաքական հոգեբանության քննարկում են այն խնդիրը, որ աշխարհը այնքան արագ է փոխվում, որ գիտությունը այլևս չի հասցնում աշխարհի փոփոխություններին։ Եվ թերևս մենք ճիշտ է, մարդկային միտքը չի հասցնում։ Այո, մենք չենք հասցնում մարսել այդ վերամշակել այդ ամբողջի։ Մեկ, որովհետև շատ արագ են, երկրորդ ինֆորմացիայի ծավալներն են շատ մեծ, եւ հակասականությունը շատ մեծ է։ Եվ բարդություններն են մեծ, այսինքն նյուանսները եւ բարդ խրթին մեխանիզմները։ Հայաստանի շուրջ, թեպետ Հայաստանը ընդհանրապես փոքր մի պետություն է, թվում է, որ այստեղ պետք է ամեն ինչ լիներ, ճիշտ հակառակն է, Հայաստանը կարծես այդ բարդությունների փոքրիկ կվինտեսենցիան լինի, որտեղ խառնված են տարածաշրջանային հզոր պետությունների շահերը, Իրանի, Թուրքիայի, ինչու՞ չէ Իսրայելի, Ռուսաստանի, այսինքն Միացյալ Նահանգների արդեն համաշխարհային առաջնորդների, Եվրոմիության, մենք ունենք Ադրբեջանը զարգացող, Վրաստանը իր հակասություններով շատ բարդ տարածաշրջան է, շատ խրթին տարածաշրջան է, բազմաթիվ ազդեցության գործոններով եւ մի տարածաշրջանը, որը միանգամից շատ զգայուն է աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների հանդեպ, ավելին ասեմ, երբեմն աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները սկսվում են հենց առաջին հերթին Հայաստանից։ Եվ դրա նախադեպներն էլ կան, հայ-ադրբեջանական վերջի պատերազմը շատ կարևոր միջազգային քաղաքական համատեքստ կարող էր ստանալ, եթե դրան ճիշտ արձագանք ստացվեր համաշխարհային կենտրոններից եւ բազմաթիվ այլ նրբություններ, հանգամանքներ։ Մենք տեսնում ենք, որ Ղարաբաղյան շրջափակման դեպքը եւս հետաքրքիր մի լակմուսային թուղթ դարձավ համաշխարհային օրակարգերում եւ բավականին հետաքրքիր զարգացումներ եղան։ Այնպես որ Հայաստանը շատ բարդ միջավայր է իր փոքրությամբ հանդերձ եւ շատ մեծ ազդեցություններով, այնպես որ դժվար է կանխատեսել։ Ես կարծում եմ, որ ամեն դեպքում մոտ շրջանում մենք կզգանք որոշակի փոփոխություններ մեր մաշկի վրա, քաղաքական փոփոխություններ, որոնք կլինեն նշանակալի։ Ինչպիսին կլինեն այդ փոփոխությունները, կյանքը ցույց կտա, ես չեմ ուզում Աստծուց եւ գործընթացներից այս բանին առաջ ընկնել եւ գուշակություններ անել, ունեմ ինքս իմ տեսակետներ ինչպիսի զարգացումներ կլինեն, բայց կարծում եմ առայժմ եւ մեր հասարակությունը եւ ժամանակը մեզ հնարավորություն կտա ավելի լայն տեսնում եք որոշակի հնարավոր դիմադրություն իշխանություններին գոնե ձևավորվող, ասինքն կա որոշակի ընդդիմություն, որից շատ դժգոհ են բոլորը կան նոր ինչ-որ քաղաքական ուժեր կամ հին քաղաքական ուժեր, որոնք փորձում են ակտիվանալ, դա ինչ-որ մի բան կբերի, թե մենք ունենալու ենք շատ իներտ ընտրություններ։ Հրաշալի հարց եք տալիս, Գևորգ, ուզում եմ այս հարցին մի քիչ այս անգամ ավելի խորքից պատասխանել։ Գիտեք,
այսօր Հայաստանը ունի արտաքին խրամատներ, բայց ամբողջ Հայաստանը եւ հայությունը ինքն է խրամատ։ Խրամատը այսօր անցնում է այս Եվրոմեդիայի տաղավարով, խրամատը այսօր անցնում է Էջմիածնով, խրամատը այսօր անցնում է Փարիզով, Լոս Անջելեսով, Մոսկվայով, եւ մենք բոլորս այդ խրամատի զինվորները կամ դասալիքներն ենք։ Եվ մենք ենք, որ ապրում ենք մի ժամանակներում եւ երբ մեզանից յուրաքանչյուրը պետք է որոշի պահել իր բաժին հասած խրամատը, թե դասալքել։ Ապրել ուղղակի սեփական կյանքով, չմտածելով պետության, ժողովրդի, իր երեխաների եւ ազգային ապագայի մասին։ Սա է, ես կարծում եմ, որ դիմադրության ռեսուրս միշտ կա, դիմադրություն միշտ կա, չի կարող չլինել, այդ դիմադրության որակը սակայն մեզանից յուրաքանչյուրը իր տեղում կարող է այդ հարցի պատասխանը տալ իր կատարած խղճի, մտքի, ուժի զորությամբ։ Վաղ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն նաև ձեզ, երեք բարեկամներ։ Հետևեք Եվրամեդիա 24-ի աշխատանքներին։ Հաջողություն ձեզ։